ծառայությունով վերապատրաստվում են, պայմանագիր են ստորագրում, դառնում են պայմանագրային, այսինքն պրոֆեսիոնալ, ատեստավորման իրանց տոկոսից կախված ստանում են 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ աշխատավարձ, մարտական հերթապահությունից դուրս քնում են իրենց տներում։ Եվ նաև ծառայությունը 5 ամյա ավարտելուց հետո 5 միլիոն միանվագ պարգևավճար են ստանում։ Սա մեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման շատ կարևոր մի հանգրվան է։ Եվ եթե նախկինում 18 տարեկան զորակոչիկի ծնողներն էին մտածում, ոնց իրենց երեխեքին բանակում պահեն, գուլպա եւ քաղցրավենիք ուղարկեն, այսօր զինծառայողներն են իրանց ընտանիքները պահում, որովհետեւ իրանք ստանում են երբեմն շատ ավելի բարձր աշխատավարձեր, քան իրանց ծնողները իրանց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ ստացել են։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները, երբ որ կոչում ստանան եւ աշխատանքի անցնեն բանակում 2026 թվականի սեպտեմբերից ստանալու են բնակարաններ եւ նրանք այսօր 170,000 դրամ կրթաթոշակ են ստանում եւ սա բանակի բարեփոխման անկյունակարային իրադարձություններ եմ ես ձեզ ներկայացնում, բազմաթիվ այլ իրադարձություններ կարող եմ ներկայացնել, բայց այս ամեն ինչը նշանակում է մի բան, որ Հայաստանը անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային պրոֆեսիոնալ բանակի եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով եւ վաղը չէ մյուս օրը բոլորիդ հրավիրում եմ տեսնելու այդ նոր բանակը, համոզվելու նրա գոյության մեջ եւ համոզված եմ, երբ որ դա տեսնեք, այդ իրադարձությունը նշելու ցանկություն է առաջանալու եւ վաղը չէ մյուս օրը հանրապետության օրը կրկնակի տոն է դառնալու Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ ժողովուրդը տեսնելու է իր նոր բանակը, նոր սպառազինությամբ, նոր հնարավորություններով եւ նաև Հայաստանի արտադրության սպառազինությամբ, որը արդեն իսկ արտահանվում է միջազգային շուկա։ Սա չափազանց կարևոր իրադարձություն է։